Երկնքի արքայությունը նմանվում է մի թագավորի, որը ցանկացավ իր ծառաների հաշիվները քննել։ Երբ սկսեց հաշվեքննությունը, նրա մոտ բերվեց 10,000 քանքարի մի պարտապան։ Քանի որ հատուցելու ոչինչ չուներ, նրա տերը հրամայեց վաճառել նրան, նրա կնոջը, որդիներին և այն ամենը, ինչ ուներ, և հատուցել։ Ծառան ընկավ նրա առաջ, երկրպագեց նրան և ասաց. «Համբերատար եղիր իմ հանդեպ, և բոլորը կհատուցեմ քեզ»։ Ծառայի տերը գդալով արձակեց նրան և պարտքը ներեց։ Իսկ ծառան դուրս գալուն պես գտավ իր ծառայակիցներից մեկին, որն իրեն 100 դահեկան էր պարտք, և բռնելով նրան սկսեց խեղդել և ասել. «Հատուցի՛ր ինձ պարտքդ»։ Ծառայակիցը ընկնելով նրա ոտքերը, սկսեց աղաչել նրան և ասել. «Համբերատար եղիր իմ հանդեպ, և կհատուցեմ քեզ»։ Բայց նա չցանկացավ, այլ գնաց նրան բանտը գցեց, մինչև պարտքը հատուցեր։ Նրա մյուս ծառայակիցները, երբ տեսան պատահածը, վշտացան և եկան հայտնեցին իրենց տիրոջն այն ամենը, ինչ եղել էր։ Այդ ժամանակ տերը կանչեց նրան և ասաց. «Չար ծառա, ամբողջ պարտքդ քեզ ներեցի, որովհետև աղաչեցիր ինձ։ Արդ պետք չէր, որ դու էլ ողորմեիր քո ծառայակցին, ինչպես ես քեզ ողորմեցի»։ Եվ նրա տերը բարկանալով նրան հանձնեց դահիճներին, մինչև հատուցեր ամբողջ պարտքը։ Նույն կերպ էլ կանի ձեզ իմ Հայրը, որ երկնքում է, եթե յուրաքանչյուրդ սրտանց չների իր եղբոր հանցանքները։